մի օր դեյթի էի գնացել մի տղայի հետ, ում հետ ծանոթացել էի Instagram-ով։ Հաշիվը ուզելուց ասեց, եթե դու փակես հաշիվը, կթողնեմ թուշուց սպասել։ Չուն բոլորին վերջապես էլ այդ բառերը չեմ ասելու անընդհատ տարին մի անգամ։ Տարին մի անգամ հետ են գալիս, այսօր էտորնա։ Իմ հետ է սիրելի անկրկնելի գեղեցիկ Ագնեսը։ Խնդրել ենք, որ գրեք մեզ աբսուրդային տարօրինակ պատմություններ կամ ծիծաղելի, որ նույնիսկ ձեր ընկերներին, հարազատներին երևի չեք ասել, անանուն են։ Ես էլ Ագնեսն էլ սթորի ենք արել, Ագս պատրաստ ես։ Այո, գիտեմ, շատ աբսուրդ բան լինի, որ քննադատենք։ Էտա հիմա։ Էտա, չգրեք։ Չգրեք, լսեք մենք ոնց ենք այդ ամենին։ Ու այդ մարդիկ հիմա նայելու, ուրիշ բան։ Օ, դրամի, բարի օր։ Մենակ լիրփը կարդացի։ Էտա։ Նախկին ամուսնու սիրուհին իրանց կարդալիքից բանա։ Իմն էլ հասկացա ես ցես։ Բարի օր, նախկին ամուսնու Բարևակ։ Նախկին ամուսնու սիրուհին իրանց շփման սկզբնական փուլում ինձ զանգեց, թե բա ես քո ամուսնու կինն եմ, ասում եմ դու պես սիրուհին։ Դա ես քո ամուսնու կինն եմ, ասում եմ դու էլ իմանաս։ Ասի ապրես նստի։ Իրակապայել։ Լրփացավ։ Իրականում շատ ցավ եմ հաղթահարել, մինչև հասել եմ նրան, որ կարամ սենց հավեսով ասեմ եղածը, իսկ դու շատ լուսավոր ետասավներ ես։ Kiss you։ Բայց վերջ։ Երկուսն էլ ամուսնացած են միաժամանակ։ Կարաս միաժամանակ։ հա։ Չէ։ Հա, միաժամանակ ամուսնացած լինես։ Չէ, այստեղ բազմակնություն չկա, չէ։ Չէ։ Հարեմ այեղել։ Ուսամ հաղթարել եք այդ ամենը ու վայելում եք ձեր կյանքը, հա, արդեն հեռու է ձեզ։ ամուսինների նախկին։ Հա, որ զանգում են մի վերցեք։ Bye bye. 2025 թվականի կեսերին random մի տղա ուզեց ծանոթանա ու I thought why not քանի որ boyfriend-ից գիտեր ու 2 օր առաջ screen-եր են ջրի երես հելնում որ իրականում մոտիկացել էր հետս որովհետև իմ boyfriend-ի հետ է ավելի ճիշտ արդեն իրա որ թաքուն չհանդիպեն հանդիպում էին իմ հետ happiest Whoa. Okay. Տեսեք, այդ աղջիկը ինչ մեղք ուներ։ Այստեղ ես կարծում եմ պետք է արդեն հասուն այդ ամեն ինչը գիտակցել, որ իմ կարծիքով այստեղ ինչ որ բնականաբար ոչ հասուն պահվածք կա, որ չկան Ես ես վիդեոն եմ նկար։ Հա չեք կարա առանձին հանդիպել։ Այդ աղջիկը Ուրեմն մի անգամ մի տղայի հետ դեյթ էի, շատ հավես էր անցնում, ման էին գալիս, հետո բարձրացանք շենքի տանիք, որ քաղաքին նայենք ու ինքը հարցրեց հորոսկոպով թե ինչ եմ, պատասխանը լսելուց հետո առանց ոչ մի բան ասելու պտտվեց ու գնաց։ Cringe։ Ոյ, ես իհարկե դեմ բան չունեմ, ես էլ ընկերներն եմ, որ սիրում են հորոսկոպ, այդ զոդիակ սայների, բայց որ շատ եք խորանում, սեն շատ 100%-անոց ճիշտ եք այդ ընդհանուր, դե լավ, դե եկա մարդ է։ Հա, էլի ոնց որ մի հատ հիշեք պահի տակ այդ տենց չէինք մտածում այդ ամեն ինչի մասին ու Ես շատ փխրուն մարդ եմ, ես մտքեի։ Խեց գետին ես Մի օր որոշեցի ինքնասեր դառնալ, ինքս ինձ ասեցի դու արժանի ես լավագույնին։ Դրա համար էլ նորից ընտրեցի քնել, ոչ թե աղբը թափել։ Հետո գնալ աշխատանքի, հետո գալ տուն, նոր քնել։ Չեմ հավատում։ Այսինքն Միաժամանակ 2 գֆե եմ ունեցել մի քանի ամիս, ես էլ եմ աղջիկ։ Էկո Շնորհակալություն կիսվելու եւ անկեղծության համար, բայց եկեք այդ բազմականությունը թողնենք։ Հա, ինչ որ կարող ընդունվել է մենք չգիտենք բազմականություն։ Ուրիշ բան, եթե 3-ը գիտեք դրա մասին, ու 3-ը օքեյ։ Կյանքում չեմ հասկանա, բայց ես այդ Սովորաբար աշխատանքի չեմ մշացել կամ թռել, բայց օրերից մի օր ասեցի խուլիգանություն անեմ եւ աշխատանքից 10 րոպե շուտ դուրս գամ։ Դե թռա, մտա վերելակ ու ինչ, այն փչացավ, ես չշարժվե։ Դա արդեն երեկոյան ժամն էր ու օֆիսում 2 հոգի են ու տնօրեն եմ։ Այ քեզ իմ իրավիճակ։ Շարունակություն։ Միակ մարդն ով այդ պահին կարող էր ինձ օգնել տնօրենն էր ու ես 10 րոպե շուտ դուրս գալու փոխարեն մի 40 րոպե երկար մնացի, մինչև տնօրենը ինձ բրկեց անշարժ վերելակից։ Այ դի մարգել խին կդվարկա։ Մի երկու անգամ խփեր այդ գրող տարած վերելակին ինքն է քչներ ներքև։ Զուզում եմ տենց վիճակներից, գիտես որ ուզում ես հասկանալ այսօր ես ինչ սիրուն նորա, բայց մեկ էլ մի հիմար բան կլինի։ Կասես ես այդ հիմարիկ դե որ իմ հոթել է քայս ամիշ լինել։ Ահ ինչ որ այսպես ապրե։ Ինքս ինձ ապրում եմ։
Ակցիոներս միջացրա։ Կանաչոր եմ ուզում, կանոր եմ ուզում։ Իվան դակներ։ Միշել Մազերի ձևը փոխի ոնց որ ծտի բուն լինի։ Ագնես ջան մի քիչ կոնտուրը քիչ։ Նախ կոնտուր չի բրոնզերա։ Կոնտուրը вообще արտահայտ։ Իմ մեյքափը ես շատ եմ սիրում, բլյուզ։ Ես եմ ծտի բունը, ինչ գիտեք։ Ծտերն էլ իրավունք ունեն ապրել։ Ծտերը ո՞ր ապրեն։ Պրոստը մեզ բուլին։ Մի անգամ դասատուիս իր թարսնայելու համար չրփել եմ։ Ոյ դելա, այսինքն ոչ մի ձև բռնությունը չես կարող արդարացնես, չհաշկում թարսնայել եմ, չրփել եմ։ Էդ ինչ մի լավ բան է, որ մի հատ գրել։ Հա, ոչ դասատուն երեխային, ոչ երեխան դասատուին, էլի։ Տարիքային ես մեկը իմ համար կապ չունի, բայց այդտեղ կա մարդկային հարգանք, որը պետքա լինի սահմանների մեջ։ Ու պլյուս դրան էլ միշտ կոմունիկացիան կա ու կա։ Եթե չգիտեք, այդ արդեն ձեր խնդիրն է։ Մեկ էլ մեր երկրի։ Ձայնը։ Ընկերս բանակ տեղից նկար էր ուղարկել իր անկերոջ հետ, նկարին կես կատակ, կես լուրջ պատասխանեցի new crush։ Ընկերս ցույց էր տվել ընկերոջը, նույն օրը երեկոյան ընկերս սրտի ուղարկեց նկարը։ Մեկ օր հետո պատասխանեցի եւ սկսեցինք շփվել։ Որոշ ժամանակ հետո հասկացա, որ հիմա իսկապես սիրո։ Ոյ, ոչ էլեկտրիկ boyfriend-ի։ Բայց շատ լավն է պատմությունը։ Կարևորը սև սրտի կողարկել։ Կարմիր շատ լուրջ արդ։ Սև ասած միստիկ, հլարի ֆլիրտա։ Հա։ Everyone loves Angel-ի նամակները։ Angel բաներ։ Ո՞ն է։ Angel գրեց։ Մոռացեմ։ Երբ դեռ Սերժ Սարգսյանը նախագահ էր, շատ էր գալիս մեր շախմատի մրցումներին, մի անգամ եկել էր ու թիկնապահների հետ կանգնել այն սեղանի մոտ, որին ես էի խաղում։ Ակնհայտորեն չէի նկատել, որ հենց ինքն է ու թվացել էր ուրիշ խաղացողներից։ Ինձ ասեց՝ լավն է դիրքդ, ասեցի մերսի ախպեր։ Լավ ճաշակ ունես ախպերը։ Goals։ Հա։ Մի տղայի հետ մեկ ամիս խոսելուց հետո որոշեցի հանդիպել, բայց սիրտս կախ էր, որովհետև ժամը ուղիղ 10-ից հետո քնում էր։ Մոռացեք այդ մարդուն։ Ու իմ համար դա շատ կասկած է։ Չէ, մի 12-ով է քնում, այդ կարելի է։ Որոշեցի այլ ակաունտով մտնել իր էջ եւ տեսա իրեն իր նշանածի հետ։ Դե 10-ից հետո էլ ոչ թե քնում, այլ նշանածի հետ էր խոսում, մի շաբաթից կայացավ իրենց հարսանիքը։ Հա, այսքան ժամային էր բաշխել, ժողում ես։ Բայց ինչ 10-ից հետո էր մենակ նշանածին տեսնում։ Դու հատկացնում էր էլի ժամանակը։ Ինչ 10, ինչ 11։ Գոնե 11։ Ես շփվում եմ ինձ 4 տարի մեծ տղայի հետ, ով հետո պարզվեց հեռու բարեկամը ընկերուհիներիցս մեկի մամայի նախկինը։ Հա մամայի նախկինը։ Համ իր Համ բարեկամը։ Դաբո համասա։ Դաբո համասա։ Հուսամ էլ Հայաստանում չեք ապրում։ Մի անգամ Բերշկայց շոր էի հավանել, գնացի որ փորձեմ ռենդոմ ընտրեցի, որ մասում փորձեմ, բացեցի մարդ էր փոխվում մեջը։ Մենք էինք այդ մեջ։ Իմ մոտ զուգանում ա տենց եղել սրճարանում, ինձ թվաց դուրը փակել է։ Իմ ամենասարսափելի վախն է, ես միշտ կում եմ այցենց եմ, պահում դուրը։ Սկեսուրիս ընկերուհին էր եկել մեր տուն, տղաս նոր էր ծնվել, եկել էր տեսներ, բայց ասեց վայ ինչ սիրուն երեխա է, ոնց որ հեչիցեր երեխան չլինի։ Շնորհք։ Ես սիրահարված էի մեր դիմացի շենքում ապրող մի տղայի, հատուկ նրա համար գնել էի հեռադիտակ ու ամեն երեկո իմ պատուհանից նայում էի նրա պատուհանին։ Որոշ ժամանակ անց սկսում ենք ընկերություն անել, բայց պարզվում է, որ ամուսնացած է, ունի 3 երեխա, խոստանում է մեծ գումարներ, միայն ես չպատմեմ կնոջը։ Amazing։ Մեզ էլ ասեք story կանենք, դրա համար ավելի շատ փող կարա տա։ Շատ լավն էր, ունի 3 երեխա, խոստանում է մեծ գումարներ, միայն չպատմեմ կնոջը։ Չկա ժամանակ եք հեռադիտակով նայել, այնտեղ կին երեխա բան չի եղել։ Գալիս պատուհանի մոտ։ Մենակ ես Արվա էի։ պահել է իրանց ինչ որ տեղ։ Այս դրամա է։ Հեռադիտակն ավատը։ Բայց վաղուց իմացել եք։ Հա, կամ այդ հեռադիտակից հետո ոնց է անցել արդեն այն փուլը, որ ծանոթանաք։ Հանդիպում եմ կնոջ հետ, քննարկում ենք ու պայմանավորվում, որ ամեն ամիս ես պետք է գումար պահանջեմ։ Ինչ պահանջեմ եւ մենք կիսենք գումարը 3 ամիս անց է թեստկինը գոհենք մեր աշխատանք։ Amazing, sugar mommy եք գտել ձեր համար։ Չհասկացա։ Հա, այդ կնոջից փող ա ուզում կիսվեն։ Sugar mommy ա։ Գոս։ Հայաստանում փաստորեն լավ էր sense բաները զարգացած, հա, դե ջակի։ Ջակի։ Միշել ջան, բայր հոկեբանի խորտ կտա Գևա Ասրի Բաբայան։ Օժիստ
Հա, ժողովուրդ։ Այս պատմությունից հետո պետք է գնալ ժողովուրդ։ Հա, հոկեբանի գնալը լավ է, հոկեբանի գնալը ճիշտ է, կարևորը գտնել լավ հոկեբան ու գնալ իրան մոտ։ Մի օր դեյթի էի գնացել մի տղայի հետ, ում հետ ծանոթացել էի Instagram-ով։ Հաշիվը ուզելուց ասեց, եթե դու փակես հաշիվը, կթողնեմ թուշուց սպասես։ Ես էլ ուղակի թողեցի դուրս եք առանց հաջողանալու։ Ոայ։ Նախ ասեմ, էլի, եթե տղան ձեզ հրավիրում է ժամադրության, այդ տղան պետք է դեյթի համար վճարի։ Առհասարակ տենց օրենք կա, չգիտեմ, մարդկանց մոտ, որ over հրավիրում է ինքն է վճարում։ Չնշանակում Ինչ է նշանակում Ագնեսը վճարի թուշուց կպաճես։ Դա ինչ է նշանակում։ Հանդիպում եմ մի տղայի հետ, ում հետ որոշել ենք շփվել, ճանաչել իրար, որոշեցիք հանդիպել ու պայմանավորվել ենք սիրուն ռեստորանում դեյթ անել, բայց ինքը ասեց, որ 10 շիպից եմ ավելի լավ է, գնացինք իր ասած տեղը։ Վերջում ասեց, արի գնանք ձեր ավտոբուսների մոտ, քեզ ճամփեն, ինձ էլ տաքսի վերցնեմ, գնամ տուն, քծիպեր։ Իմ գործիքով էս շատ տարածված դեպք է, եւ ռեստորանի առումով, եւ ավտոբուսի առումով։ Լավ, բայց ես մի քիչ կարամ էս վիդեոյում ավելի փափուկ լինեմ։ Դե հիմա լավ, տղայա, կարող է դու չի ունեցել։ Փափուկ չէ, բալի մի րոպե, այստեղ ուրիշ թեմա է։ Ուրիշ բան, եթե ինքն էլ ավտոբուսով գնար, որտեղ ոչ մեկի չեն քննադատում, որ քիչ գումար ունի կամ հիմա մարդը այդքան փող ունի։ Դե կարող է, դե բայց առաջինը դու պետք է քեզ տնես, չէ՞։ Կարող է ինքը 100 դրամով կաղճկան ճանապարհի, դեռ այդքան մոտ չեն, ինքը 1500-ով տաքսի։ Կնոմարը մինչև հիմա single է։ Կատակ եմ անում, չէ։ Ես էլ որտեղ այդպես տղա չկա նորմալ։ Կատակ եմ անում, տղեն կարա սովորական ստարտման չի։ Եթե գումար ունի, պետքա տենք ճաներ էսա։ Աստված ավտոբուսով հետ է վերադառնում, այդ ասածը գրած էր։ Պատուան ուզեցի բացեմ, որովհետև տոթ էր, արդյունքում պատուանի ապակին մնա ձեռքումս ամբողջ ճանապարհին մինչև հասատուն։ Դու ես Միշել։ Հետո իջնելուց կողքից տղամարդը վերցրեց ու ինքը սկսեց բախել։ Զուտ Երևան Արտաշատ ավտոբուսի քանդված իջա։ Պահել են հերթով ավտոբուսի ապակին։ Շատ խնդալա նախ որ առաջինը դուք եք մինչև վերջ, բայց այդ հանճարի խաղակ է։ Հետո որ այն տղամարդը շարունակել ապա։ Թորանամ ես։ Ոնց է ես չեմ եղել հաջորդ այդ տղամարդով կպահել։ Չէ իջնի։ Պատոհանը տեղ։ Կներեք։ Ես ու քույրս գնում էինք նույն պարապմունքի եւ այդ տեղի դասատուն չիմացավ, որ իմ քույրն է իմ քրոջը ասեց այնքան էր դուխից անել վատացա, հա որ վատա հագնվում։ Amazing։ Չհասկացա։ Երկու քուր գնացել են նույն դասատուի մոտ։ Դասատուն չիմացավ։ Հա չիմացի քրերը։ Ասա տեսել ես քո հակաշը։ Կոնից կամ չգիտես որ կհասնի միտը։ Նորմալ 2021 թվից չգիտեմ։ Ես պրակտիկայի անցնում մարքեթինգ էջենսիներից ամենախոշորում ու իմացա, որ արդեն երկար ժամանակ է ինֆլուենսերների մի խումբ կա, ում քենսել են անում ու չեն ներգրավում մեծ պրոյեկտներում։ Նաև քենսել են անում իրենց մտերիմ ինֆլուենսերներին, սա մեր մասին է։ Չեք վախենում, որ Հայկի ու Եվայի պես ձեզ էլ քենսել կանեն։ Ռինդամ։ Չէ։ Հայկն ու Եվան տարբեր կարևոր թեմաներից են խոսում բարձրաձայնում։ Լրիվ նորմալ է, որ ինչ-որ մարդկանց համար դա կարող ոնց որ չընդունվի։ Ու ես շատ ուրախ եմ, որ նաև մեր հասարակության մեջ կան տենց բլոգերներ, ովքեր որ չեն վախենում ազատ խոսք ունենան ու տենց տաբու օրինակ ինչ-որ թեմաները բարձրաձայնելուց։ Նենց որ Եվաս Հայկս մալադեց։ Մի անգամ ծանոթության կայքում ծանոթացա մեկի հետ ու պայմանավորվեցինք հանդիպել, եկավ դեյթի օրը, մտա ռեստորան, տենա հերվում մի հատ քաչալ մարդ ինձ ձեռքով անում։ Քաչալը պարտադիր է։ Նկարների 35 տարեկան ժամանակվա իր նկարներներ, տեղում 40 տարեկան մի մեծ մարդ։ Քեթֆիշա կոչվում, երբ որ on-line այդ հարթակներում ուրիշ նկարներ են օգտագործում, ավելի սիրուն իրանց տարբերակը։ Մենակ այդ մարդը դաշտում է։ Կոմպլեքս արված պետք է լինես, որ ամաչես էլի քո իսկական ոնց որ ներկա Եսից ու տեսքից եղիկնենց ոնց որ կակ ու թող ձեզ հավանեն նրա համար, ինչը որ դուք ունեք ու կակ։ Շարունակում է, ավելի դեպրեսիաս շատացավ, երբ ասեց ամեն մեկը իր գինը ունի ու ամեն անգամվա համար $500 է առաջարկում։ Ոյ, շատ տղա չկարար լինի, երբ որ գումար են քեզ առաջարկում են մտքով, որ դու վաճառվում ես։ Նորից եմ ասում, ոյ, զզվելի դեպք է։ Այդ իրավիճակները մաքրեք, այս ձեր մասին չի կյանքում պատահում է։ Հա, ոչ թե ինչ-որ մի բան ձեր մասին տեսել է, ասել է, այս մարդուն կարամ $500 առաջարկեմ, այլ այդ մարդու այդ $500 քիչ է։ Դե հոգոնեմ 600։ Ես գնացել եմ
Գնացել եմ դեյթի վճարել եմ ես, տուն գնալուց տաքսին կանչել եմ ես, վերջում տղան գրել է լավ հասար կյանքս, իսկ ես շարունակում եմ շփվել, any ideas why։ Հստակ ուրեմն չգիտեք ինչն է ձեր համար նորմալ, ինչն է ընդունելի, ինչը չէ։ Թեկուզ եթե նորմալ չի ցույց տվեք, որ ձեր համար նորմալ Հա, չի։ որտեվ եթե ուզում եք այդ մարդու հետ ինչ-որ մի բան կառուցվի, անպայման պետք է Ասել դուրը կա։ Նախապես ասեմ, որ ամուսնանալուց մի քանի ամիս անց բաժանվել եմ, ապրում եմ ամուսնուս ընտանիքի հետ, մի անգամ նստած ճաշում ենք ու խոսք գնաց արտաքին ճաշակից, խոսակցության ժամանակ սկեսուրս ամուսնուն ասաց դե դու անճաշակ ես, ու ես էլ այդտեղ նստած անմակարդակության վերջին ճիճն էր։ Դուք ինքներդ ասեցիք դա ինչա անմակարդակության վերջին ճիճ, շնորհքի բացակայություն։ Այն Միշելը որ ասեց շնորհքի, այդ շոտ իդեալական ստեղծը։ Ինչ որ ընդունված է, որ սկիսուր սկեսրը ինչ որ կոպիտ ասած վերխ ունեն, ասելու որոշ մտքեր, որոնք իրանց կարծիքով չի կարա հասնի այդ մարդուն վնասի կամ որ տարական նորմերի մեջ չի մտնում։ Նույնիսկ հենց վնասելու համար էլ, վիրավորելու համար էլ։ Հա։ Ինա դուք ասեն։ Այդ ավելի վատ։ Սկեսունա, չէ՞ մաման։ Հա։ Հա, այդպես շատ դեպքեր գիտեմ, որ երբ որ իրանց տղան ամուսնանում, իսկ այդ խանդավան իրանց մոտ առաջանում են, ինձ որ էս Այդ խորգի կարդեք համատարած այդ ինչ-որ բաներ ապրեք էլի ամեն մեկը ձեր համար, վայ։ Մի երկու ամսվա կարգի օնլայն մի տղայի հետ էի շփվում, հետո պարզվեց ընկերուհուս ֆեյքն է։ Այսինքն ինչ էր ուզում։ Չէ, ինչ Ինքն է հավանել այդ ընկերուհին երևի ուզել է բարձել։ Եսի։ Ինչով եք սփողվել։ Թե կողա ձեզ ավե գնա ասած, եթե ինձ էս հավանել կամ փոխադարձա կամ խոսենք, հա, տենց բաներ մի արա։ Մի տղա երկու աղջկա հետ էր հանդիպում, չիմանալով որ այդ երկու աղջիկները բարեկամուհիներ են։ Մի առիթի ժամանակ երեքով մի տեղում էին հանդիպել, դե պատկերացրեք ինչ է կատարվել։ Արդեն որորդ պատմությունն է, մի հարաբերության մեջ երեք։ Սիրո երանգյունի։ There was a guy. Կար մի տղա։ Շատ ապրես։ Ընկած էր հետևիցս, բայց մենակ խոսքերով ասեցի, որ կասկածում եմ ամուսնացածա, դրամա արեց, վիրավորվեց ու բլոկեց։ Ուրեմն ամուսնացած էր։ Մի տղա կար, որ կես տարի պայքարեց, որ դեյթ ունենանք, առաջին հանդիպմանը եկավ 2 ժամ ուշ ու 1 վարդով, սպասեցի, որովհետև անդադ զանգում էր, ասում էր հեսա հասնեմ, բայց դեղա մի վերջին հանդիպում եւ շատ ուրախ եմ։ Եվ շատ ուրախ ենք, որ դեղա 2 ժամ ուշ ա եկել։ Դաժե ես այդքան չեմ ուշանում, դա։ Ագնեսը միտեց մի ժամ 50։ Գոնե մի ժամ։ Պայքարելա, որ դեյթի դուրս գաք ու 2 ժամ ուշացել է, ինչ։ Եթե ինչ-որ բան ա եղել, հա։ Բայց եթե չէ, այդ արդեն նշան է, պետք է դուք զգաք այդ կարևորությունը ձեր այդ օրվա հանդիպման։ Կողոն շատ սուր դեպք ա եղել։ Դե նորմալ է, կարա լինի բոլորիս հետ, ու կարա ասի, բայց եթե ուղակի տենց հա լավ, տենց մի կերպ գնացել է, այդ նորմալ չի։ Մի վարդը կարող դաժե առանց վարդ գար, այդ մարդը, բայց ինքը նախընտրել է մի վարդով գա, այդ էլ է ուշադրություն։ Գտել է ճանապարհին։ Մեզ էլ ոչ մի պատմություն մի ուղղակի։ Կատակեմանում չէ։ 8 տարվա ուզողից շանս եմ տալիս long distance շփվում ենք, այսինքն հեռախար, մի ամիս մեկ էլ բարձում ամուսնացած։ Ինձ հետաքրքիր է ոնց եք իմացել այդ մասը, հետո ինչ եք արել։ Հուսամ ոչ մի բան ուղղակի չեք արել։ Հուսամ հետո տենց ուզողել մնացել է։ Apple-ից 128 GB iPhone-ը արել, 2 օր հետո տեսա սխալվել 256-ն են տվել։ Շատ լավ է։ Ավելի լավ ձեր համար։ Ավելի լավ ձեր համար։ Սմեշ։ Շատ պրիմիտիվ մարդ ենք էլի։ Շփվում եմ մի տղայի հետ, սկզբում լավ էր ամեն ինչ։ Ինչ որ բահից սկսեց մենակ շանս ու խաժվեց անել, մենակ իրանից հարցնել ու նեղվում էր, որ հրաժարվում է մասնակցել այդ ամենին։ Շանը սնունդը շնորհավորեց 0000։ Ուզում էր նվեր տալ, հրաժարվեցի, առաջարկելով դրսի շներին կերակ։ Հա, իսկ իմը իրա ծնունդը օր ավարտելուց անեմոցիա շնորհավորել նկատի ունի։ Ես կանեի սենց կշփվեի ինչ-որ մեկի հետ մենակ իրար շան համար, եթե շունը շատ։ Հա, ես ամենասկզբից մեսի Ագնեսն է։ Ինչ շունն է։ Ինչ բարոդա է։ Բայց ունեք բոլոր պատճառները նեղվել։ Միանշանակ, հա, ես էլ կներվեի։ Մի տղա կար, որին երկար ժամանակ սիրահարված էի ու մոտ ընկերուհիս գիտեր, խորհուրդներ տալիս, օգնում, որ սկսենք շփվել։ Մի որոշ ժամանակ անց իմացա, որ այս տղան ու ընկերուհի շփվում են ու որևէ բացատրություն։ Այս պատմությունը արդեն 3-4 անգամ այսօր կարդացել ենք։ Ասեմ, ձեր ընկերական սահմանները լղոզված է։ Շրջապատեք ձեզ նենց մարդկանցով, որ գիտեք ձեր մեջքի ետևում սենց ինչ որ անդուր տհաճ բաներ չեն անի։ Այսօր պատմությունները կարդալուց ինչքան
ինչքան էլ ծիծաղացել ենք, ինչքան էլ հումորներ ենք արել, բայց իրականում տխուր պատմություններ շատ կան ու ցավոք կան մեր հասարակության մեջ մարդիկ, ովքեր եւ ունեն կոմունիկացիայի խնդիր, եւ սահմանների խնդիր, եւ արժեքների, շնորհքի։ Փորձեք առաջինը կարևորեք ձեզ, սիրեք իրար, եղեք բարի ու եղեք ապահով, այդ շատ կարևոր է։ Ու երբեք մի մտածեք, որ օրինակ, չգիտեմ, դուք չափազանցնում եք կամ եթե ուրիշ մեկը դրա հետ օքեյ է, ուրեմն դուք էլ պետք է օքեյ լինեք։ Ձեր զգացածը երբեք մի արժե զրկեք։ Եթե այդ իրավիճակում դուք ձեզ վատ եք զգում, դուք նեղվում եք, դուք ուրեմն լրիվ դրա իրավունքը ունեք։ Հիմա ուրիշ մեկը կարող ուրիշ ձև զգար, դուք այդ եք զգում։ Ցանկացած իրավիճակում նորից խրախուսում եմ կոմունիկացիայի դուրս գալը, որովհետև ուրիշ ձև ոչ մի հարց չի լուծվում։ Կարևորը նաև դիմացին է դել, ինչքան է պատրաստ քեզ հասկանալու, ընդունելու, ոչ թե ինքը լսի, որ քեզ դրան պատասխան տա, ասի չէ, գիտես sense, այլ լսի ու փորձի հասկանա, այդ լրիվ ուրիշ է։ Ու սրան էլ հավելում, որ եթե դուք այդ ամեն ինչը գիտակցում եք, ասեք ու չկարողանա դա տեղ հասնի, չուզենա դա վերցնի, արդեն դուք ձեր հաշիվը վերցրեք դրանից, որ սա այդ մարդը չի կամ արդեն իմ գործը չի իրան դարձնել այնպեսին, որ այս ամեն ինչը կհասկանա։ Շնորհակալություն բոլոր պատմությունների համար, որ մեր հետ կիսվեցիք, մեզ վստահեցիք, թե վիդեոն հետաքրքիր է այս ֆորմատը ու կուզեք նոր մաս լինի, անպայման կոմենտներում գրեք դրա մասին, որ իմանանք ու նոր հարցում դնենք։ Իսկ հարցումները դնում ենք Instagram-ում, մեր Instagram-ները այստեղ կարաք տեսնեք, հետևեք ու հենց տենց story տեսնեք, абսուրդ պատմությունների գրեք։ Դե իհարկե, եթե չեք հետևում իմ ու Ագնեսի ալիքներին, անպայման ներքևում սեղմեք զանգակը, որ բաց չթողեք, հետևեք։ Մերսի շատ այսօրվա ձեր նայածի համար։ Հաջողություն։